Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Շատ հաճախ մայրերը վախենում են եւ վախեցնում են սեփական երեխաներին։ Շունիկը կգա ճաշդ կուտի, խելոք շունիկին կասեմ կկծի։ Կենթանասերների շրջանում ծայրահեղությունը շատ է շատացել։ Ծայրահեղությունը կապված է դեռ օրենքի ոչ լավ գործելու հետ։ 2019 թվականին քրեականացվեց դաժան վերաբերմունքը կենթանիների նկատմամբ։ Տեսեք, օրինակ օրենքը այսպես է ասում, որ կենթանու խեղելը, որը հանգեցնում է մահվան։ Դատավոր ինձ հարցրեց, արդյոք դու ունես ապացույց, որ մեկից ավելի շնամարտ է տվյալ մարդը իրականացրել, ասացի, որ ոչ, եւ օրենքը ասում է շնամարտ էր հոգնակիով։ Ինչի օրինակ կենթանասերները չեն բողոքում կամ չեն ձեռնարկում որևէ քայլ։ Եթե դա ապացուցվի, որ վարորդը դիտավորյալ սպանում է եւ դա ապացուցելի լինի, այդ դեպքում այո, հաղորդում կտանք անպայման։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն։ Ես տանը շուն եմ պահում եւ ընդհանրապես ռեակցիա չեմ տալիս։ Լավ։ Ինձ թվում է բոլորը հասկացան, որ այսօր խոսելու ենք պարբերաբար Ոնց, այսինքն սա նաև դիտողներն են լսելու այս ամենը։ Իհարկե։ Լավ, Այսուհետև իրական դեմքը։ եթերի սկզբում ինչ ձայնարկություններ հանես, մենք թողնելու ենք, չենք մոնտաժելու։ Ես ու Ավետը կրկին թեմայի մեջ ենք, ողջունում ենք մեզ միացածներին եւ մեզ դիտողներին ու լսողներին։ Այսօր խոսելու ենք կենթանիների պաշտպանության եւ այն մարդկանց մասին, որոնք դեռ շարունակում են կապ կպել նրանց, սպանել եւ այլ դաժան վերաբերմունքի արժանացնել։ Տխրեցրիր մի փոքր, բայց ամեն դեպքում իսկ մեր հյուրն է Դինգո թիմի հիմնադիր ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հիասքանչ, դուք ոնց եք։ Մենք էլ լավ, շնորհակալ ենք։ Մենք ընդհանրապես միշտ աշխատում ենք շատ ակտուալ թեմաների անդրադառնալ, բայց վերջերս հատկապես կատուների, շների դաժան Նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը շատ է պարբերաբար հասարակության քննարկման առիթ է դառնում եւ դա այն մասին է, որ տարիներ առաջ դուք էլ ինչ որ կետից, ինչ որ դեպքից հետո սկսել եք ձեր գործունեությունը եւ ինչ որ կամավորներ հավաքվել են ու արդեն մեծ թիմ է աշխատում անտուն կենթանիներին տնավորելու եւ նրանց նույնիսկ բուժօգնություն ցուցաբերելու հարցում։ Կասեք որներ են կետը, այն դեպքը, որը ձեզ ստիպեց սկսել այս աշխատանքը կատարել։ Այդ կետը սկսվում է դեռին վաղ մանկությունից, երբ որ իմ ծնողները չէին թողնում, որ ես շուն պահեմ, եւ դա ինձ համար մանկության երազանք էր։ Եվ երբ որ ես ամուսնացա, սեփական տուն ունեցա, այդպես սկսեցի հավաքել, զբաղվել եւ հասկացա, որ չկա որևէ կառույց, որը օգնում է թափառող կենթանիներին բուժօգնություն եւ այլն, եւ ինքը սկսեցի այդ գործունեությունը անկախ ինձնից, որի շուրջ հետագայում հավաքվեց թիմ։ Իսկ Դինգո անունը կապ ունի, ինչ որ բանի հետ կապ ունի Դինգոն իմ շունն է, որը այո, իմ շունն է, որը հիմա ցավոք արդեն կենթանի չէ, 18 տարի ապրեց եւ նրա անունով էլ հենց կոչվում է կազմակերպությունը։ Բավականին երկար տարիքի միջելուց համար, ինչքան գիտեմ, շները մինչև 15 տարի են, չէ՞ ապրում։ Չէ, ես ավելին կուզեի, կարող եմ մինչև 24-25 էլ ապրել իրականում, դա կարծրատիպ է, որ պարտադիր պիտի կարճ ապրեն։ Իսկ այդ ճիշտ է, որ ասում են, որ շների ապրած 1 տարին մարդու ապրած 10 տարվան է համարժեք։ 10 չէ, բայց առաջին մի քանի տարին 7 տարվան է համարժեք ասում են, բայց դա կախված է չափսից շան, որտեղ որքան շան չափսը մեծ է, այնքան կյանքի տևողությունը ավելի կարճ է։ Իսկապես, իսկ ես գիտեի հակառակը, որքան մեծ է շան չափսը, այնքան ավելի երկար։ Ոչ, հակառակը։ Փոքր չափսի շներն ավելի երկար են ապրում։ Ինչ լավ է։ Դու փոքր չափսի շուն ընտրիր։ Ես իրականում իմ սիրած շան տեսակը պուձելն է եւ ես պուձել մի օր ունենալու եմ, հուսամ մի օր այն վախը, որը կա մեր տանը, կհաղթարվի ու ես ունենամ։ Ավետ, օրինակ գիտես ես ինչ արեցի, ես ուղակի շանը գրկեցի 40 օրական եւ տարատուն ու ասացի կամ ես շան հետ մնում եմ մեր տանը, կամ մենք երկուսով գնում ենք եւ մայրիկը ընտրություն կատարեց, միասին մնացինք, հիմա նրա ծոցում է քնում։ Օվսաննա, ձեր կարծիքով ինչքանով է կենթանիների նկատմամբ վերաբերմունքը ցույց տալիս հասարակության ընդհանուր պատկերը, ընդհանուր բարոյահոգեբանական պատկերը։ Երբ որ մենք խոսում ենք կենթանիների նկատմամբ վերաբերմունքից, մենք իրականում խոսում ենք թույլերի նկատմամբ վերաբերմունքից, հա, մենք դա կենթանի տերմին ենք ասում, բայց դա ցույց է տալիս, թե թույլերի նկատմամբ ինչ վերաբերմունք է, որովհետև եթե այն մարդու մեջ այդ սադիզմի ձգտումը կա եւ հակում ունի նա թույլին նեղացնելու, ինչու է ընտրում կենթանում, որովհետև նա համեմատաբար անպաշտպան է, չի կարող ընտրել երեխաներին, որովհետև օրենքները խիստ են, հասարակությունը այլ կերպ է դատում, իսկ կենթանին համեմատաբար ավելի անպաշտպան է։ Այդ պատճառով ընտրում են կենթանիներին, բայց կենթանին միայն անունն է կենթանի։ Դա ընդհանրապես վերաբերմունք է թույլերի նկատմամբ։
Հրաշալի ձևակերպում իմիջայլոց ես առաջին անգամ էի նման ձևակերպում լսում միշտ մենք ասել ենք կենթանիների հանդեպ բայց իրականում դուք ճիշտ եք որովհետև նրանք անպաշտպան են բայց այդ շատ վառ քննարկվող դեպքերի մասին խոսեցինք Դուք որն է ձեր կարծիքը հետևյալ հարցի շուրջ չեք կարծում որ մի քիչ շատ ենք ծայրահեղ դարձել ընդհանրապես մենք ազգային ծայրահեղություն ունենք այսինքն ազգովի ինչպես սիրում է ասել իմ գոլեգան ազգովի ծայրահեղ ենք բայց հատկապես հիմա կենթանասերների շրջանում ծայրահեղությունը շատ է շատացել չկա նման բան կամ կա որքանով չկա Ես կարծում եմ, որ այդ ծայրահեղությունը կապված է դեռ օրենքի ոչ լավ գործելու հետ, որովհետև հաճախ կենթանասերները հուսահատությունից կարծես ճչան, որովհետև կենթանիներին պաշտպանելու համար մենք ենք ստիպված քայլեր ձեռնարկել, ոստիկանության ձեռքից բռնել, տանել, սա պետք է անել, դատանի ձեռքից բռնել, այսինքն անընդհատ պետք է, այսպես ասած, բզել, որպեսզի սայլը տեղից շարժվի։ Օրինակ, երբ որ մարդկանց դեպքում է հանցագործություն տեղի ունենում, աշխատում է համակարգը եւ դու կարիք չունես դրա մասին անդադ բարձրաձայնելու, քանի որ ինքն իրենով արդեն դրված է որոշակի օրենքներ եւ սանկցիաներ։ Կենթանիների դեպքում դեռ նոր ենք այդ անիվը դնում գործի մեջ, այդ պատճառով հաճախ այո ռեակցիաները լինում են էմոցիոնալ։ 2019 թվականին քրեականացվեց, վերջապես քրեականացվեց դաժան վերաբերմունքը կենթանիների նկատմամբ պատիժը Ինչ փոխեց այս օրենքը մեր կյանքում եւ արդյոք այն գործում է, որովհետեւ միևնույն է, տեսնում ենք, որ մինչեւ հասարակությունը շատ բուրըն չի արձագանքում, մինչեւ այդ դաժան տեսարանները արյունոտ չեն հայտնվում սոցցանցերում, դրանք տարածում չեն գտնում, հազարավոր թեգեր ոստիկանությանը, կենթանասերների արշավներ, մի խոսքով, մինչեւ այս հանրային լծակը չի օգտագործվում, օրենքը կարծես թե դեռ թղթի վրա ուղղակի դրված է, դուք ինչ կարծիք ունեք։ Սկսենք նրանից, որ այդ օրենք շատ հապշտապ արվեց, առանց երկար քննարկումների, առանց մասնագետների հետ քննարկելու շատ արագ Նաիրա Զոհրաբյանը այդ օրենքը անցկացրեց, ինչը իր հերթին բավականին խնդրահարույց օրենք է։ Լավ է որ կա, չեղած տեղից։ Որ պահերով է։ Տեսեք, օրինակ օրենքը այսպես է ասում, որ կենթանու խեղելը, այսինչ մեթոդներով, որը հանգեցնում է մահվան։ Օրինակ մենք դեպք ենք ունեցել, երբ որ կենթանու խեղել են շատված ձևով, բայց մենք փրկել ենք կյանքը եւ ստացվում է, որ այդ գործը փակվեց, որտեղ արդյունքում մահ չկար։ Կամ մեկ այլ դեպք, երբ որ կենթանուն կրակել անմիջապես սպանել են, կենթանին տանջամահ չի եղել, բայց եւ դատարանը գործը փակեց, որովհետեւ նա համարեց, որ դա խեղում չէ, հեշտ մահ է եղել։ Դե այդպես է, բառերից կարճում են։ Լուրջ տենց, հա, օրենքը։ Այո, օրենքը շատ սխալ է ձևակերպված։ Ահա որը, դա սխալ չի, դա ահա որ է։ Այլ թերացումներ կան, բացի դա։ Էլի թերացում ասեմ, որ ես մեր բախված թերացումներն եմ ասում, շնամարտերի համար հաղորդում էի տվել, գործը հասել էր դատարան, եւ օրենքի մեջ ձևակերպված է, որ արգելվում են շնամարտերը։ Եվ դատավորը ինձ հարցրեց, արդյոք դու ունես ապացույց, որ մեկից ավելի շնամարտ է տվյալ մարդը իրականացրել, ասացի, որ ոչ, եւ օրենքը ասում է շնամարտեր հոգնակիով։ Այսինքն եթե մեկ անգամ են կռվածրել, այսպես ասած, շներին, այսինքն դա քրեական պատժիչ չի։ Քանի որ օրենքը, այսպես ասած, տառակերություն է, պետք է այնպես ձևակերպված լինի, որ տառին համապատասխան հնարավոր լինի պատիժ կիրառել։ Այս տարի հիմա նոր քառորյային պետք է ներկայացնեն նոր օրենքի նախագիծ, որ արդեն ամբողջական փաթեթ է, սակայն այդ օրենքի մեջ էլ կային բազմաթիվ թերացումներ, որի մասին մենք մեր նկատառումներն արել ենք, չգիտեմ, արդյոք ներառել են թե չէ, բայց այդ մասին խոսել ենք։ Լավ, այսպեսի մի հարց։ Տեսեք, այն մարդը, ով որ շանը կապել էր, բնականաբար դատապարտելի է, բնականաբար դա սարսափելի արարք է, ես էլ եւս կենթանասեր եմ, ես էլ չեմ ուզում, որ նման բան տեղի ունենա։ Բայց այդ մարդուն հանեցին խարանին, բարձրացրեցին ամենավատ ցցերի վրա, որովհետև այդ մարդը կապել էր, ինչ որ մեկը նկարել էր։ Նման դեպքեր ամեն օր տեղի են ունենում։ Կա դրա մի ուրիշ կողմը, ես որպես վարորդ անընդհատ շատ եմ տեսնում փողոցներում սատկած շան կամ սատկած կատվի մարմին։ Այդ պարագայում ինչի օրինակ կենթանասերները չեն բողոքում կամ չեն ձեռնարկում որևէ քայլ։ Եթե մի օրինակ շուն կամ մի կատու սատկի ամբողջ Հայաստանը խառնվում է իրար։ Կենթանասերները հատկապես, բայց այդ պարագայում ինչի ոչինչ տեղի չի ունենում։ Երբ որ դիակ է ընկած փողոցում, երբ որ դիակ է ընկած փողոցում, երբ որ կատուն անցնում է փողոցը, վարորդը խփում է, ոչ միտումնավոր,
եւ սատկացնում է։ Ոչ միտումնավոր խփելը այս պահին օրենքը ոչինչ չի նախատեսում։ Եթե դա ապացուցվի, որ վարորդը օրինակ հատուկ աճ է քաշում կամ ձախ է քաշում եւ դիտավորյալ սպանում է եւ դա ապացուցելի լինի, այդ դեպքում այո, հաղորդում կտանք անպայման։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ մեր երկրում դեռ չկա այն բանը, որ գուցե ասածս մի քիչ էլի ծայրահեղ դիտարկվի, բայց մարդուն դնել կենթանու հավասարության։ Ի վերջո երկուսն էլ Աստծո արարածներ են, Աստծո ձեռամբ ստեղծված արարածներ են, ու երկուսն էլ կենթանի օրգանիզմ են, շնչող։ Ինչն է տարբերությունը։ Եթե հիմա պատահական մարդուն գցեին փողոցում մեքենայի տակ, ոչ միտումնավոր, այդ պարագայում ինչ որ բան կարվեր, բա կենթանիների տարբերությունը օրենքներն են, որոնք կենթանիների դեպքում չկան։ Չեն գործում, պատժելի չէ, նույն վրաերթի ենթարկվելու դեպքում պարզապես վրաերթը այս պայն օրենքով ոչինչ չի նախատեսվում։ Լավ, ինչ եք կարծում։ Պետքա փոխել, ուղղակի պետքա դիմել ազգային ժողով, օրենսդիրը թող մտածի ինչ կարելի է փոխել, իհարկե կենթանասերների եւ նրանցով զբաղվողների հետ հանրային քննարկման արդյունքում ինձ թվում է, որ այդպիսի թերացումներ չլինեն։ Ինչ եք կարծում, օրենքները պիտի բան փոխեն այս հարցով, թե ամեն դեպքում մեզ մոտ արժեքային, բարոյահոգեբանական ավելի խորը փոփոխություններ են պետք եւ որոնք բնականաբար պիտի ավելի վաղ տարիքից սկսվի թեկուզ դպրոցից։ Մեզ մոտ համալիր գործընթացներ են պետք, օրենքն էլ է պետք, որպեսզի մարդիկ վախենան եւ ամենակարևորը կրթությունը, որովհետեւ որտեղից է գալիս շատ դեպքերում երեխաների վախը, օրինակ, որովհետեւ նրանց սովորեցնում են շներից վախենալ արհեստականորեն։ Շատ հաճախ մայրերը վախենում են եւ վախեցնում են սեփական երեխաներին։ Շունիկը կգա ճաշդ կուտի, խելոք շունիկին կասեմ կկծի, իսկ հետո մեծանում են տրավմայով երեխաներ, հետո այդ երեխան փողոցում շուն է տեսնում, վազում է, շունն ընկնում է հետևից, այսինքն դա երկար շղթա է մեկը մյուսի հետ կապված եւ պետք է շղթայի բոլոր ծայրերից աշխատելով գալ, դա երկարատև գործընթաց է։ Մարդիկ միշտ սպասում են, որ ինչ-որ sense արագ կայծակնային բան պետք է լինի, որ շների հարցը լուծվի, բայց այդպես չի կարող լինել։ Հիմա տեսեք, ես իմ օրինակով եմ ասում, փոքր ժամանակ մեր հայաթում կար մի տուն, որտեղ որ մի կին պահում էր համարյա 20-30 շուն կատու միասին։ Ինձ տանեցիները արագ ուղարկում են խանութ։ Ես վազելով, միամիտ երեխա, տնից վազելով դուրս եմ գալիս, որպեսզի գնամ խանութ, ինչ որ բան բերեմ։ Շունը հարձակվում է ինձ վրա, ու ես ավելի եմ վախենում։ Ճիշտ է, ես այդ պահին եմ վախենում, լացում եմ, փախնում եմ, հետ եմ գնում մի խոսքով, բայց ոնց հասկանան շունը արդյոք միտում ունի կծելու, թե այդ ուղղակի ինքնապաշտպանական ռեակցիա է, որովհետև մեկ-մեկ ինձ մոտ եղել է դեպք, որ ես ասել եմ ֆու կամ չգիտեմ ինչ որ մի բան, այդ շունը ավելի է գազազելու, կատաղելու, հարձակվել, բայց ինձ ասում էին, չէ, եթե դու շնից չվախենաս, շունը քեզ բան չի անի, բայց ես փորձեցի շնից չվախենալ, քրքերում էր, ներողությունը քրքերում էր։ Չէ, այդպես չի, որ դու շնից չվախենաս, քեզ շունը ոչինչ չի անի, իրականում որ չվախենաս, ռիսկը շատ նվազում է, բայց չի զրոյանում, որովհետև ինձ վրա էլ է ոհմակ հարձակվել այն դեպքում, երբ որ ես երեխա ժամանակ նույնիսկ չգիտեի, որ շնից կարելի է վախենալ, այսինքն այդ զգացմունքի մասին չգիտեի։ Եվ ինձ վրա ոհմակ է հարձակվել եւ դրանից շատ լուրջ process եմ անցել, որպեսզի այդ վախերը հաղթահարեմ։ Շները կարող են հարձակվել տարբեր իրավիճակներում։ Այստեղ խնդիրն այն է, որ երեխաներին պետք է սովորեցնել եւ դա պետք է դպրոցի մակարդակով լինի, թե որ իրավիճակում ինչպես պահել։ Օրինակ տարբեր վտանգների հետ են, չէ՞, մեր երեխաներն առնչվում, նույն փողոց անցնելը։ Մենք չենք ասում, չէ, վերացրեք մեքենաները։ Մենք երեխաներին սովորեցնում ենք ճիշտ տեղով փողոց անցնել, կանաչ լույսով փողոց անցնել։ Իհարկե դա չի նշանակում, որ դժբախտ պատահար չի լինի, բայց մինիմալի է հասցվում ռիսկը։ Նույնն էլ այս դեպքում է, օրինակ ասեմ, իմ երեխաները, դե նորմալ է, որ իմ երեխաները գիտեն, որ պարագայում իրենց ինչպես պահել։ Իմ տղան մի անգամ կանգնած էր եւ 3-4 շուն հաչալով մոտեցան իրեն, ինքն ուղղակի կանգնեց, ես նայեց, ոչ մի ռեակցիա չտվեց, հաչացին, գնացին։ Հիմա պատկերացնենք իմ երեխայի փոխարեն լիներ երեխա, որը վախենում էր։ Նա կվազեր եւ վազելը կպրովոկացներ։ Այսինքն այստեղ երեխան էլ մեղավոր չի, շներն էլ իրենց բնազդով են ապրում եւ ելի մեղավոր չէ, որ փողոցում են, հա, դա մեր քաղաքակրթության արդյունքն է։ Այո, ես հենց ուզում էի խոսեինք թափառող շների եւ նրանց ոչ թե նրանց դեմ, այլ որ ուղակի կանխենք շներին փողոց գցելու այդ արատավոր սովորույթը, որը մենք տեսնում ենք, ինչպես են մարդիկ իրար շուն նվիրում, հետո վատ ձևակերպում ասեմ, հա, հավեսը հանում են ու արդեն թքած ունեն ինչ կլինի, ուղղակի շպրտում են փողոց։ Նույնիսկ շատ սիրուն ցեղատեսակի շների ենք տեսնում փողոցում, հյուծված, սպանված եւ այլն։ Իհարկե ոչ շատ դեպքերում այդ կներես, որ ընդհատում են, ոչ շատ մեծ դեպքերում են հենց
ինչպես ասում են, պարոդիստի շները ընկնում։ Դուք եք մի քանի օր առաջ ուղղակի մենք իրանց անգլիական կոկեր սպանել էր, կարծեմ, որին կապելով սպանել էին, չէ՞, սև։ Այո։ Իմ շնից ես ունեմ հենց կոկեր, այսօր ես ձեր հրապարակումը տեսա Ջեքին գրկել եմ, ասում եմ, «Մեռնեմ ջան, կներես բոլոր շների անունից»։ Մարդկանց անունից եմ ասում։ Այո, սև սիրունագույն շունիկին ձեր հրապարակումից հետո եմ տեսել։ Այո, օրինակ իմը թոյ պուջելը իմ շներից մեկը, ես 7 կենթանի ունեմ, եւ թոյ պուջելը 7 տարբեր կենթանիներ ոչ։ Այո։ 4 շուն, 3 կատու։ Հա, նկատի ունեի ինձ թվաց 7 տարբեր ցեղատեսակի, այսինքն այդ թվում վագր փիղ շներ եւ կատուներ, որոնցից մեկը թոյ պուջել է, թանկարժեք ցեղատեսակ է։ Թոյ պուջելի գները չգիտեմ, գիտեք թե չէ, մոտ $1000 են, բայց իրան բուծելու համար օգտագործել էին, ի վերջո է ծերացել եւ կուրացել էր, նրան ուղակի հանել դրել էին իր տեղաշորով դրսում։ Եվ նա այդպես կույր ծեր ուռուցքներով մնացել էր, չգիտեր ինչ աներ, ձմեռվա կեսին ընդ որում։ Այսինքն թանկարժեք ցեղատեսակ լինելը բացարձակ չի խանգարում, որպեսզի լքվեն։ Այսինքն ես ճիշտ եմ ասում։ Ընտանիքի անդամին հանես դնես դրսում։ Լուրջ եմ ասում, այդ մարդիկ ինձ համար հավասար են մարդկանց, որոնք իրենց ծնողներին կամ երեխաներին լքում են։ Ու այն մարդիկ, ովքեր որ չունեն շուն, հիմա քեզ ասում են, մտքի մեջ ասում են, «Սա չկա գիժա»։ Ոնց կարա շունը տան ընտանիքի անդամ լինի։ Ոնց ես դու տես բան պատկերացնում, բայց լուրջ եմ ասում, հա, հիմա մի օր բերտղուտ տենանք։ Բայց իրականում տենց ընտանիքի անդամը ոնց բացատրեմ։ Մեզ հետ ուտում է, մեզ հետ քնում է, մեզ հետ շնչում է նույն օդը, միասին խաղում ենք, ամենատխուր պահերին ինքը իմ անձի ստրեսն է։ Ոնց կարելի է հետո թողնել այդ շանը դրսում։ Մի խոսքով, ինչ անենք։ Ոնց անենք, որ թափառող շներին կացարաններ հատկացվեն կամ ոնց որ մինիմալի հասցվի դրսում նրանց թողնելը։ Ու գիտեք, ես ուզում եմ դուք խոսեք ոչ միայն ձեր տեսանկյունից, այլ ընդհանրապես քաղաքային իշխանությունը ինչ պիտի անի եւ արդյոք ինչ որ բան արվում է։ Էլի պետք է խոսեմ, որ թափառող կենթանիների հարցը միայն համալիր լուծում է պահանջում։ Տեսեք, մարդիկ հաճախ պատկերացնում են կացաններ սարքեք, շներին հավաքեք։ Այդպես հարցը չի լուծվելու։ Կարելի հավաքել։ Որովհետև ենթադրենք հիմա փողոցում կա, օրինակ եմ ասում 2000 շուն, ինչը հնարավոր չի մի կացանում տեղավորել, բայց ենթադրենք ինչ որ կացարան ստեղծվեց։ Միևնույնն է մարդիկ շարունակում են բուծել իրենց շներին, օրենքը դա որևէ կերպ չի կարգավորում։ Եվ սերունդները անընդհատ հայտնվում են դրսում, այսինքն 1-2 տարում մենք ունենալու ենք ելի նույն պատկերը։ Դրա համար, որպեսզի թափառող կենթանիների հարցը ի վերջո լուծվի, դա պետք է սկսել գլխից, այսինքն բուծումը կարգավորելուց առաջին հերթին։ Քաղաքային իշխանությունը բավարար ջանք գործադրում է, ռեալ ինչ է արվում։ Դուք կապի մեջ եք, ձեր խնդիրները բարձրաձայնում եք, ոնց է այդ process-ը։ Մենք ճիշտն ասած կապի մեջ չենք, բայց իրենց աշխատանքը տեսանելի է բավականին այնքանով, որ Երևանում եթե դուք փնտրեք ոչ կլիպսով շուն, կամ չեք գտնի, կամ շատ քիչ կգտնեք, հա, այդ առումով բավականին աշխատանք տարվում է։ Բայց արդյոք այդ շները վտանգավոր չեն։ Տեսեք, վտանգավորը շատ լայն հասկացություն է։ Ստերջացումը հանում է կենթանու ագրեսիվ լինելու պատճառների մի մասը։ Այն է զույգավորման շրջանում ոհմակ հավաքելը, այն է ձագերին պաշտպանելը եւ այլն։ Լավ։ Բայց այն օրինակ եթե կենթանուն քացով խփել են ու նա կոնկրետ մարդկանց տիպաժի նկատմամբ լարված է, դա ստերջացումը դրա դեմ ոչինչ անել չի կարող։ Այսինքն վարքային խնդրի դեմ, եթե շունը վարքային խնդիր ունի, ստերջացումը բան անել չի կարող, բայց այն ինչ պայմանավորված է իր բնազդային, որ բնազդով է ծնվում այդ ագրեսիան, դա հանում է։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ մենք ուղղակի պիտի փոքր տարիքից երեխաների մեջ դաստիարակենք այն կետը, որ շան հետ, կենթանու հետ կարելի է ապրել հաշտ, խաղաղ եւ շատ երջանիկ։ Եվ շատ երջանիկ։ Մենք պիտի դա դաստիարակենք, մենք դա չենք անում շների համար։ Մենք դա անում ենք երեխաների անվտանգության համար առաջին հերթին։ Այսինքն երբ որ մարդիկ իրենց երեխաներին վախեցնում են շնելով, շներով իրենց թվում է թե իրանք երեխաներին պաշտպանում են շներից։ Բայց իրականում փոքր ժամանակից վախեցնում ես դու անդադ իր հետ ես։ Հետո ինքը մենակ դպրոց է գնում եւ դեմ արդեմ դուրս է գալիս, լավ, թափառող շունչ կա, տանից փախած որևէ գամփրի։ Ինչ է անելու երեխան, իր վախից ընկնելու է, ինչ հիվանդություն ասես, կոպիտ ասած կարող է ստանալ։ Դրա համար պետք է երեխաներին սովորեցնել համակեցություն շների հետ, պետք է սովորեցնել տարրական անվտանգության կանոններ հենց երեխաների անվտանգության համար։ Մի քանի կարևոր խորհուրդ, որ այ այդտեղից գոնե պիտի սկսել։ Ինչ անեն ծնողները երեխաներին ճիշտ դաստիարակելու համար։ Նախ եւ առաջ չվախեցնեն շներից։ Ինչպես բժիշկներով են վախեցնում։ Այո, որովհետեւ տեսեք, ատամնաբուժից սարսափում են։ Երկու դեպքում էլ եւ վախեցող եւ չվախեցող երեխա հետ կարող է միջադեպ լինել։ Բայց
չվախեցող երեխայի հետ հավանականությունը շատ ավելի քիչ է, որ այդ միջադեպը կարող է լինել։ Դրա համար առաջին հերթին պետք է երեխաներին սովորեցնել չվախենալ շներից եւ հարձակման դեպքում չվազել, քարանալ, կանգնել։ Դա ամենաառաջին կարևոր բանն է, որ պետք է երեխաներին սովորեցնել։ Սոցիալական ցանցերը ավելի շատ են, չէ՞, հիմա օգնում հանրայնացնել են այս կենթանիների դաժան դեպքեր ու դրանից հաստատ շատ մարդիկ կվախենան։ Եղել է նման դեպք, որ հասնեք այն կետին, որ ուղակի վախացնելով կանխեք ինչ-որ վտանգ։ Ուղղակի վախացնելով եղել է շնամարտերի դեպքեր, որ երբ որ մարդը իր էջում գրել է, որ կկռվածնեմ շանս այսինչի հետ, ու սպառնալուց հետո, որ ես հիմա ոստիկանություն կդիմեմ, միանգամից իզով թոզով այդ հայտարարությունները կորել են։ Այսինքն այդպես մարդիկ նաև սկսում են մարտերի դեպքում վախենալ չհանրայնացնել գոնե, հա, էլի քայլ է, որ հետո դրանից հետո կամած Բայց գյուղերում շատ տարածված է այդ երևույթը, ես սարսափում եմ։ Շատ տարածված է գյուղերում հատկապես։ Ամենավատը, որ իբր դա գամփրներին պատրաստում է գայլի դեմ կռվի։ Իբր իրենք մեծ միսիա են անում։ Դե դրա համար շների ականջները կտրում են։ Բայց դա բոլորովին կապ չունի, որովհետև գելխեղտը գայլի դեմ դուրս է գալիս։ Միևնույնն է կռվելու։ Իր գենով, բնազդով եւ գայլի դեմ լավ դուրս է գալիս հենց հոտում ծնված, սարում ծնված գելխեղտը։ Այն գելխեղտը, որը մարտերի է մասնակցում, դա ոչ մի կապ չունի գայլի դեմ դուրս գալու հետ, որովհետև նա իր սեփական տեսակի նկատմամբ է ընդհանրապես լարվում։ Իսկ գայլի դեմ այսպես թե այնպես իր գենետիկ ինֆորմացիայով դուրս է գալու։ Կներեք, մի վիճակագրություն այնց հետաքրքիր դատված մարդիկ կան, ռեալ պատիժ կրող մարդիկ կան, այս քրեականացված օրենքից։ Դե այս մարդը, որը կատվին տանջել է, ինքը իրականում դատվել է, ուղղակի պայմանական ազատազրկումը 3 տարով պետք է տան անցկացնի, բայց մենք փորձում ենք հիմա վերաքննիչ դատարանով։ Այսինքն տնային կալանք են տվել, խափանման միջոցը։ Այո, խափանման միջոց չէ, դա արդեն դատապարտված է պայմանական ազատազրկում։ 1 տարի նստելու փոխարեն այսպես ասած 3 տարի պետք է անցկացնի տանը, բայց մենք դրա հետ չենք համաձայնվել եւ հիմա վերաքննիչ դատարանով գործը էլի գնում է։ Միակ դեպքն է, հա, որ դեռ միակ դեպքն է դատական որոշում կա։ Մի հատ էլ դատական որոշում կար, գումար էին գանձել, եթե չեմ սխալվում 500,000 դրամի չափ, դեպքը չեմ հիշում, բայց էլի դաժանության դեպք էր եւ դատական որոշում եղել էր։ Դե հուսանք բոլոր այս դատերը, որոնք որ կան, կավարտվեն արդար ձևով։ Մենք երևի այդա ուղղակի այն մարդկանց ովքեր որ մեզ լսում են կամ նաև տեսնում ու լսում են խորհուրդ տանք որ շներին շատ սիրեք ընդհանրապես կենթանիներին շատ սիրեք այնպես ինչպես կսիրեք ձեր ընտանիքի անդամներին որովհետև իսկապես նրանք շատ լավն են ու շատ բարի են ընդհանրապես բնությունը ամբողջական է երբ այս բնության կողմից ստեղծված բոլոր կենթանիները շնչավոր մեզ շրջապատող արարածները լավ են ապրում ու կենսագործունեության մեջ են մտնում առողջ պայմաններում ինչպես մարդիկ մեր երեխաները եւ մեր սիրելիները լավ եղեք կհանդիպենք հաջորդ անգամ այո